Քրեակատարողական ծառայությունը չի մեկնաբանել տեղեկությունը, որ Փարաքարի համայնքապետ Վալոդե Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել։ Արնուրեյեմի աղբյուրն է տեղեկությունը հայտնել։ Պարբերականը գրում է, որ Օհանյանին մենախցից տարել են ընդհանուր խուց, նրան բռնության են ենթարկել։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը հասկանալով, որ Օհանյանի կյանքը վտանգված է, նրան կրկին տարել է մենախուց։ Հիմա մեր դեպուտատները չեն տենում էսի։ Բեռնափոխադրող ընկերությունների վարորդները այսօր բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց, պահանջելով գործադիրի միջամտությունը Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար։ Այդ փոփոխությունները լուրջ խնդիրներ են ստեղծել հայ վարորդների համար, սպառնալով նրանց մինչև 10 տարվա մուտքի արգելք Ռուսաստանում։ ԵԱՏՄ-ի շրջանակում անդամ երկրների նկատմամբ այսպիսի տնտեսության վրա այսպիսի ազդեցություն ունեցող ոլորտի նկատմամբ չի կարող նման օրենք կիրառվել, որը խանգարում է բեռնափոխադրում իրականացնելու։ Սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա։ Դաշնությունում 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությամբ ոչ աշխատանքային նպատակով Ռուսաստան մեկնող քաղաքացիներին ներառյալ վարորդները 1 տարվա ընթացքում նախկին 180 օրվա փոխարեն այժմ Ռուսաստանի տարածքում կարող են մնալ 90 օր։ Սա փաստացի կրկնակի կրճատել է Ռուսաստանում մնալու թույլատրելի ժամկետը, անհնարին դարձնելով վարորդների աշխատանքային գործունեությունը։ Իրավիճակը սրվել է սեպտեմբերի 10-ից հետո, երբ իրավապահ մարմինները սկսել են խիստ ստուգել ժամկետները։ Ըստ փոփոխության խախտումների համար սահմանված վարչական տույժերը հետևյալն են. 90-ից 180 օր ավել մնալու դեպքում 3 տարվա արգելք, 180-ից 270 օր ավել մնալու դեպքում 5 տարվա արգելք, 270 օրից ավել մնալու դեպքում 10 տարվա մուտքի արգելք։ Հայ վարորդների խոսքով նույն խնդիրն ունեին նաև ղազախ վարորդները, սակայն այդ երկրի իշխանությունը շատ արագ հարցը լուծել է։ Այնպես է չէ, որ էսի մի ժամ մեծ հարց է, որ չկարեն անել լուծում տան։ Ուրիշ պետությունները, որ զբաղվում են իրանց ասենք ժողովրդի համար, պերևոզչիկների համար, լավ էլ հարցին լուծում է տվել Ռուսաստանը։ Մերոնք էլ որ զբաղվեն, պրոստը պաստողի վիճակ է։ Մյաթո մեզնով զբաղվեն, չէ որ մենք ենք լրիվ բերում ենք։ Այսօր 99% ապրանքը Ռուսաստանից Հայաստանը մտնում է, որ մենք չբերենք։ Դուք ինչ պետք է ուտեք, ժողովուրդ ջան։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ կառավարությունը վաղուց տեղյակ է խնդրին, սակայն մինչ այժմ ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Վարորդները զգուշացրել են, եթե կառավարությունը գործուն քայլեր չձեռնարկի, հաջորդ անգամ բեռնատարներով փակելու են հանրապետության հրապարակը։ Փողոցել կփակենք, ամեն ինչ կանենք։ Ֆուրերով կփակենք, որ չկարողանան շարժվել։ Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս։ Մեր կառավարությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Շարմ էլ-Շեյխում է ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահների հրավերով մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Եգիպտոսում է նաեւ Ադրբեջանի նախագահը։ Մինչև Եգիպտոս մեկնել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ակտիվ գրառումներ եւ տեսանյութ է հրապարակել։ Անդրադարձել նախորդային հանրապետության հրապարակում կազմակերպած համերգին նվիրված Էրեբունի Երևան 2807-ամյակին։ Նա շնորհավորել է երևանցիներին, Երևանի քաղաքապետարանին եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին Էրեբունի Երևան տոնակատարությունները մեջբերում բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ինչու ուրեմն Հայաստանի բոլոր նախկին երեք ղեկավարները։ Մի րոպե մի բան ասեմ շարքի նոր էպիզոդում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Արցախի բանակցությունների մասին եւ Հայաստանի 3 նախկին ղեկավարներին ըստ էության մեղադրել Արցախի հարցը չլուծելու հանցավոր անգործության կամ քաղաքական խաբեության համար։ Կարող է լինել երկու տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք, հայտնել է նրա փաստաբանական խումբը։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է. մեջբերում առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն պարզապես անտեսելով դատարանի պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմնի նորերը սահմանել է շարունակական ապօրինության նոր նշաձող, առաջադրել տնտեսական բնույթի եւս մեկ մեղադրանք, առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական եւ օրինական հիմքի։ Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են։ Սամվել
Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025 թվականի հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով եւ իրավապահներին արված ցուցումներով։ Միաժամանակ վստահաբար ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը հղում կատարելով իր աղբյուրներին արդեն հրապարակել էր նման տվյալ, նշված է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների հայտարարությունում։ Հոկտեմբերի 17-ին լրանում է Սամվել Կարապետյանի երկրորդ անգամ երկարաձգված կալանքի 2 ամիսը, դատական նոր նիստի օրը դեռ հայտնի չէ։ Պետք է ամեն օր մի ոտ ավելի արագ լինեն, քան հարևանները։ Այս շաբաթ Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով շարժումը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում ազգային բարերարին ազատ արձակելու պահանջով։ Այս մասին հայտարարվել է մեր ձևով շարժման հավաքի ժամանակ։ Իդեպ Կարապետյանի ղեկավարած շարժմանն արդեն միացել է 5000 կամավոր։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետի իրենց տեխնացուն կլինի ընդունելի եւ բոլորը կհավանեն նրան։ Տեխնացուի ով լինելը կբացահայտեն քաղաքական ուժի գրանցման մասին հայտարարությունից հետո։ Մինչ դա մեր ձևով շարժումը շարունակելու է մարզային այցերը, ներկայացնելով Հայաստանի քաղաքներն ու գյուղերը զարգացնելու իրենց ծրագիրը։ Մեր երկրի ղեկավարները իրենց ժամանակի 80%-ը պետք է ծախսեն տնտեսության վրա։ Երբ մենք նայում ենք օտար երկրների նախընտրական ամբողջ քարոզարշավները, բոլորը տնտեսության մասին են։ Նայում ենք Հայաստանինը, բոլորը իրար մասին է։ Մարդիկ իրար մասին են մենակ խոսում։ Կյանքի, ասում են, ինչ կապ ունի Թալինում ինչ ես կառուցելու։ Երկրում դու պետք է քաղաքական ինչ-որ միտք տաս։ Բայց Թալինում կառուցած գործարանից, Արմավիրում կառուցած մթերման կայանից է մեր երկրի տնտեսությունը ստեղծվում։ Մրցակցությունը ստեղծվում։ Եթե մենք մեր շրջանները չկարողանանք տնտեսապես կայացնենք, Երևանում նստած իրար հետ բանավիճելով չի։ Ու մենք շարունակելու ենք տնտեսության մասին խոսել։ Եթե մենք կարողանում ենք գործազրկության հարցը լուծել երկրում, մենք կարողանալու ենք նաև դրանով լուծել կրթության հարցը, որտեղ մարդիկ հնարավորություն են ունենալու ստանալ բարձր աշխատավարձներ, դասախոսները, ուսուցիչները, քանի որ պետության բյուջե ավել գումար է գնալու։ Պետությունը հնարավորություն է ունենալու վճարի, ստեղծի նեղ մասնագիտացված դպրոցներ, կրթահամալիրներ, որ մենք 21-րդ դարում մրցակցային լինենք։ Արամուսում տղամարդը սպանել է իր հարևան ամուսիններին։ Ոստիկանները կիրակի ցերեկը գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են Արամուսի բնակիչներ 64-ամյա տղամարդու եւ նրա 59-ամյա կնոջ դիերը հրազենային վնասվածքներով։ Ըստ նախնական վարկածի 61-ամյա հարևանը սպանության օրը առավոտյան ինչ որ հարցի շուրջ վիճաբանել է ամուսինների հետ, ապա նրանց հետևից գնացել է գյուղի դաշտ եւ կրակել որսորդական հրացանով։ Սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Իսրայել, նրան դիմավորել են Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ու վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Թրամփը ելույթ կունենա Իսրայելի խորհրդարանում։ Այս իրադարձությանը զուգահեռ Գազայում գերիների եւ բանտարկյալների փոխանակում է տեղի ունենում։ Ըստ երրակողմ պայմանավորվածության պատանների փոխանակումից հետո կողմերը քննարկելու են Գազայի կառավարման եւ վերակառուցման Համասի ապագայի հարցերը։ ԱՄՆ նախագահը նաեւ հանդիպելու է իսրայելցի պատանների ընտանիքների հետ։ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին վերջին օրերին բռնկված զինված բախումները հանգեցրել են լուրջ լարվածության։ Երկու կողմերն էլ հաղորդել են ծանր կորուստների մասին։ Հիմնական սահմանային անցակետերը փակվել են, կատվածահար անելով երկու երկրների միջև առևտրային եւ մարդատար հաղորդակցությունը։ Հարյուրավոր աֆղանցի փախստականներ եւ քաղաքացիներ մնացել են սահմանին։ Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ աֆղանական ուժերը պատասխան կրակ են բացել Պակիստանի դիրքերի վրա։ Քաբուլի պաշտպանության նախարարությունը գործողությունները որակել է անօրինական եւ ագրեսիվ, իսկ Իսլամաբադը պնդել է, թե իր օդային հարձակումները ուղղված են եղել Թալիբան խմբավորման անդամների դեմ։ Իր հերթին Թալիբան շարժումը հերքել է իր աջակցությունը Պակիստանի դեմ գործող որևէ զինված խմբավորման։ Պակիստանի անվտանգության աղբյուրները տարածել են տեսանյութեր, որտեղ ըստ նրանց երևում է աֆղանական սահմանային օբյեկտների ոչնչացումը, սակայն Քաբուլը հայտարարել է, որ դադարեցրել է հարձակումները։ Այս պահին երկու երկրների սահմանային շրջաններում լարվածությունը պահպանվում է, անցակետերը շարունակում են փակ մնալ։